Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Իմ արյունը իմ հողն է, իմ հողը իմ արյունը, Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի հարցազրույցին կարևոր ուղերձները, անմար սպասումի վկայություն, Մելինե Մանուշյան, հերոսուհի եւ թիմադրության խորհրդանիշ, Ադրբեջանի ազգ իբր այդպիսին մինչ խորհրդային իշխանությունը գոյություն չէ ունեցած, ռուս հրաբարակախոս Սերգեյ Մարտան, բռնազավթված Արցախի մեջ ադրբեջանցիները բողոքած եւ վանդալիզմի ենթարկած են Երից Մանգանց վանքը, Վանի մոտ հայտնաբերված է 3000 տարեկան ուրարտական սորքի էթնիա սրբավայր, Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը քննարկումներ իրականացուց Ռաֆիկ Կորթոշյանի հետ։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե. Ժողովրդին եւ հողին օնտոլոգիական միասնություն արդահայտությունը կհաստատե, որ հայ ազգը իր հողեն առանցին գոյություն չունի, ան կձնի այդ հողեն։ Հողը բարձ սեվականություն մը չէ, այլ գոյության սկզբունք։ Ան կփոխանցե ինքնությունը, ինչպես կենթանի մարմինը կփոխանցե կյանքը։ Բնիկ հայուն համար հողը առարգա չէ, ան սկզբնանյութ է, իմաստի աղբյուր, հավաքական գոյության հիմք։ Իմ արյունը իմ հողն է խոսքը կնշանակե, որ հայկական մարդկայնությունը նրբորեն հյուսված է Արարատի լեռներուն, Վանի քարերուն կամ Մուշի դաշտերուն նույն նյութեն։ Ժողովուրդը հողը կգիսեն նույն բնույթը, նույն հիշողությունը, նույն դեպողությունը։ Արյունը կխորհրդանշե կենթանի ժամանակը, նախնիները, փոխանցումները, տարաբանքներն ու վերածնունդները։ Հողը կխորհրդանշե անշարժ ժամանակը, լրության մեջ մնացած մշտագայուն մնացորդը։ Այս արդահայտությունը կմոդեցնե այս երկու ժամանակները ըսելով, որ ժողովրդի հիշողությունը գաբրի հողի մեջ, ինչպես հողը ժողովրդի հիշողության մեջ։ Ասիկա փոխադարձ կապ մնե։ Հողը կբահբանե ժողովրդի հետքերը, ժողովուրդը կգրե հողը իր երակներուն մեջ։ Այս փոխադարձությունը կստեղծե ընդհանուր հիշողությունը, ուր մարդկային պատմությունն ու երկրաբանական պատմությունը կմիացուլվին։ Բնիկ ըլլալը հին ժողովուրդներուն, ինչպես հայերուն համար կնշանակե ապրիլ հողի հետ այնպիսի հարաբերության մեջ, որ քաղաքականութենեն, պատմութենեն եւ իրավական համագարկեն ալ ավելի հին է։ Ինքնությունը պայմանագրի, նվաճումի կամ իրավական դիտողոսի արդյունք չէ։ Այն կփխի համաձնութենեն։ Փարացիորեն հողի հետ միասին ձնելեն։ Ուստի այս արդահայտությունը կնշանակե, որ ժողովուրդը հողին չի դիրապետեր։ Ժողովուրդն է, որ կպատկանի հողին, ինչպես երեխան կպատկանի այն արքանթին, որ զինք ձևավորած է։ Բնիկությունը բահանջ չէ, այն գոյության ցև է։ Հայ ազգին համար, որ անցած է սեփականազրկում է, արդակսում է եւ հայերու թեմ իրագործված ցեղասպանութենեն 1894-1923 այս արդահայտությունը առանցին խորք ունի։ Ան կհաստատե մեթաֆիզիկական ճշմարտությունը։ Կարելի է ժողովուրդը բոգել իր հողեն, բայց անկարելի է հողը բոգել ժողովուրդեն։ Թեև հողը կրնա գործանիլ, դադարգվել, լրել, այն կշարունակե կենթանի մնալ հավաքական գիտակցության մեջ։ Եվ նույնիսկ երբ ժողովուրդը արտաքսված է, անոր արյունը կշարունակե շշնչալ իր նախնիներուն աշխարհակրությունը։ Հողը բարձրացման սկզբունք արդահայտությունը գանցի մարդկային պայմանեն անտին, հաստատելով փոխադարձ մեթաֆիզիկական օրենք։ Արյունը որպես կենսական հոսք կխորհրդանշե սահմանակցությունն ու ընթացքը։ Հողը որպես հավերժական ենթաշերտ կխորհրդանշե անսահման ու արմատավորումը։ Անոց նույնականացումը կվերածնե մահկանացուին եւ անմահին, ժամանակավորին եւ հավերժականին միջև սահմանը։ Այս արդահայտությունը կփոխանցի ամենախոր գաղափարներեն մեկը։ Հողը գարդոն է, որ արյունը չվերանա, իսկ արյունը գարդոն է, որ հողը երբեք չլրե։ Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության տված իր վերջին հարցազրույցին ընթացքին Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան դարձյալ շեշտեց այն հիմնարար ճշմարտությունները, որոնք շուրջ 1 տարի ի վեր կմնան հայ ազգային պայքարի առանցքին մեջ։ Անոր համաձայն հայերու ցեղասպանության ճանաչման հարցը երբեք միայն միջազգային քաղաքական օրագարկի նյութ մը չէ եղած։ Ան միաժամանակ իրավական, պատմական եւ փարոյական փաստ է, որ կբահանջի հստակություն, փաստարկված մոտեցում եւ մեր ժառանգական իրավունքներու պաշտպանություն։ Արմենակ Աբրահամյան կշեշտե, որ սխալ է կարծել, թե ցեղասպանության ճանաչման գործընթացը գախյալ է միայն Թուրքիո գեցվածքեն։ Թուրքիան օրը կգրնա ճանչնալ, օրը ոչ։ Այդ մեկը երկրորդական է։ Կարևորը այն է, որ մենք որպես ժառանգոր ժողովուրդ հստակ գիտակցենք մեր իրավունքը, մեր պատմական փաստերը եւ երբեք չթույլատրենք, որ այլ իշխանություններ որոշեն ցեղասպանություն եղած է, թե ոչ։ Այդ իրավունքը չի կրնար գախված ըլլալ արդակին ուժերու շահերեն ընդգծեցան։ Նախագահը նշեց, որ դասնամյակներ շարունակ տարբեր կառույցներ, որոնք իբր թե կպաշտպանեին հայկական շահերը, իրականության մեջ շատ անգամ ծածկած են ճշմարտությունը։ Դարիներ շարունակ մեր պայքարը գախված վահեցին այնպիսի գազམ་ագերբություններ, որոնք երբեք իրական պատասխանատվություն չէին գրեր։ Շատերը մեզ համոզեցին սպասել, դասնամյակներով սպասել, մինչև հանցագործը ընդունի իր հանցանքը։ Իսկ այդ ընթացքին մենք կորսնցուցինք ամենաթանկ բանը ժամանակ
օրինակը։ Արմենակ Աբրահամյան առանձնահատուկ կարևորություն տվավ սերունդներու պատասխանատվության հարցին։ Եթե այսօր մենք չսպաղենք մեր իրավունքներու վերադարձով, վաղը մեր սերունդներն ալ պիտի չսպաղին, որովհետև խնդիրները շատ են, արգելքները նույնպես։ Բայց եթե մենք մեր պահանջը ճիշտ չձևակերպենք, եթե իրավական շարունակականությունը չպահպանենք, ոչ ոք մեր փոխարեն այդ կնե։ Ան հիշեցուց, որ Արևմտյան Հայաստանի Պետականությունը միջազգային իրավունքի տեսանկյունեն գոյություն ունի 1917-ին ի վեր եւ ասիկա քաղաքական հայտարարություն չէ, այլ իրավական փաստ հիմնված փաստաթուղթերու վրա։ Շատերը այս տեղեկությունը թաքցուցին, չուզելով, որ հայությունը գիտակցի, թե իր պետականությունը փաստացի գոյություն ունի, բայց փաստաթուղթերը հստակ են, իսկ շարունակականությունը պահպանված։ Արմենակ Աբրահամյանը զգուշացուց, որ թրքական կողմը դարիներ շարունակ նպատակաուղղված ձևով խեղաթյուրած է պատմական փաստերը, ստեղծելով գեղձ վկայություններ, շինծու պատկերացումներ եւ գեղձ պատմագրություն։ Թուրքիան իր ամբողջ պետական քաղաքականությունը կառուցած է ժխտողականության վրա, օգտագործելով գեղձիկ, քարոզչություն եւ պատմության աղավաղում։ Ամենեն ցավալին այն է, որ երբեմն այդ գեղձիկները միջազգային ադյաններու մեջ ներկայացված են որպես այլ տեսակետ։ Սակայն ցեղասպանության փաստը այլ տեսակետ չունի։ Նախագահ անդրադարձավ նաև 1918 թվականի մայիսի 28-ին, նշելով, որ այսօր այդ օրը շատ անգամ սխալ ցևով կներկայացվի որպես իրավական անկախության փաստաթուղթ։ Գտիմեմ իմ հայրենագիտներուն, ներկայացուցեք պաշտոնական իրավական փաստաթուղթը, որ կհաստատե մայիս 28-ի անկախության հայտարարությունը։ Ոչ հուշում, ոչ հանդիպման որոշում, այլ պաշտոնական փաստաթուղթ։ Այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի։ Կան միայն պատմական հիշադակություններ այն մասին, որ քաղաքական գործիչներու խումբը որոշում հրաբարակած է առանց իրավական ընթացակարգի։ Արմենակ Աբրահամյանի համաձայն ասիկա պատմության խեղաթյուրման հերթական օրինակն է, երբ անցյալի կարևոր բաժինը ներկայացված է ոչ ամբողջական եւ ոչ իրավական դիտանկյուն է։ Արմենակ Աբրահամյան հայտարարեց, որ հայկական պետականության գաղափարը պետք է դուրս գա սկացական դաշտեն եւ վերադառնա իրավական հիմքի վրա։ Մեր պայքարը չի կրնար հիմնվել միայն հիշողության վրա, ան պետք է ունենա իրավական վերջնականություն։ Մենք ունենք պետություն, ունենք իրավունքներ, ունենք փաստաթուղթեր, պետք է միայն գործել։ Ան գոչ ուղեց հայ ժողովրդին։ Բادرանքները մեկ կողմ տնենք եւ վերադառնանք փաստերուն։ Առաջին հերթին մենք մեզ ճանչնանք մեր ճշմարիտ պատմությունն ու իրավական շարունակականությունը։ Միայն այդպես է, որ կրնանք ապակա ունենալ։ Եվգենի Սալիբյան նույնիսկ իր 100-ամյակին կշարունակեր աշխարհին փոխանցել նույն պատգամը։ Հայրուց ցեղասպանութենեն վերապրածին հիշողությունները անոր կյանքի վերջին օրը նույնքան կենտանի էին, ցավոտ եւ անխախտ։ Մենք տեսանք, թե ինչպես հայերը բռնակախտվեցան իրենց տուներեն։ Երեխաներու լացի ցայնը դագավին չլրած իմ հիշողության մեջ։ Այդ սարսափները չճնջվեցան նույնիսկ մեկ տար անց։ Եվգենի Սալիբյան դարձավ հավատքի, դոգունության եւ ազգային ոգիի վերապրումի կենտանի խորհրդանիշ։ Սալիբյանի պատմությունը այսօր ալ կհնչե որպես անողոք ճշմարտություն եւ որպես հիշեցում, թե ժխտումին թեմ ամենեն ուժեղ զենքը վերապրածին ցայնն է։ Կոստանդնուպոլիսեն սկիզբ առած կյանքի ուղին Մելինե Մանուշյանը հասցուց մինչև Փարիզ, վերածելով զինք ազատության համար պայքարի խորհրդանիշի։ Անոր կյանքը լրությամբ չավարտեցավ։ Մելինե Մանուշյան ոչ միայն պատմական ժառանգություն մցկեց, այլ նաև անվախության, համերաշխության եւ արդարության որոնման անխոնջ ոգիմը։ Այսօր անոր մահեն 36 տարի անց Մելինե Մանուշյանի անունը կշարունակե հնչել որպես դիմադրության, հավատքի եւ մարդկային արժանապատվության խորհրդանիշ։ Անոր կրառումները եւ պայքարի պատմությունը մինչեւ այսօր կողքեշնչեն ազատության համար պայքարող սերունդներուն, հիշեցնելով, թե ճշմարտության եւ արդարության ցկտումը ժամանակի հոսքին մեջ չի մարիր։ Վերջին օրերուն ռուս լրագրող եւ հրապարակախոս Սերգեյ Մարտան հանդես եկած է հայտարարությամբ, ըստ որուն այսօր ադրբեջանցիներ գոչվող ազգը որպես ձևավորված ժողովուրդ իր խոսքով գոյություն չէ ունեցած մինչև խորհրդային իշխանության հաստատումը։ Մարտանի բնդմամբ ադրբեջանական ազգային ինքնության կառուցումը իրագործված է հիմնականին մեջ խորհրդային պետական քաղաքականության շրջանակներուն մեջ։ Սերգեյ Մարտան կնշե, որ ազգային ինքնության ձևավորումը ինչպես այլ դեղերու մեջ ընթացած է աստիճանաբար քաղաքական, գաղափարական եւ պետական միջոցներով։ Անոր դիտարկմամբ ներկայիս Ադրբեջանի ինքնության ձևավորման գործընթացը հատկապես սրացավ այն շրջանին, երբ իշխանության եկավ ներկա Ադրբեջանի նախագահի հայրը Հեյդար Ալիևը։ Հրապարակախոսին կարծիքով այստեղ արգային նաև որոշ նրբություններ։ Նախկին բարձրաստիճան գործիչը, որ կմարմնավորեր կոմունիստական գաղափարախոսությունը, շատ կարճ ժամանակի ընթացքին վերածվեցավ ազգային առաջնորդի այն ժողովրդին համար, որ ըստ Մարտանի մեկնաբանության որպես ամբողջական էթնոս նախկինին մեջ հստակ ձևավորված չէր։ Ադրբեջանցի ազգը որպես այդպիսին խորհրդային իշխանութենեն առաջ գոյություն չէ ունեցած, ընդգծած է Սերգեյ Մարտան, ավելցնելով, որ ներկա ազգային ինքնության գաղափարը ձևավորված է 20-րդ դարու քաղաքական գործընթացերուն ընթացքին։
Կոչվոր ադրբեջանցիները բողջած եւ վանդալիզմի ենթարկած են երից մանգանց վանքը։ Տարածված տեսանյութին մեջ կերևի, որ անհետացած են փեմի վրա դրված եկեղեցու մանրագերտերը, ինչպես նաեւ Սուրբ Սեղանին հենած խաչքարը։ Գերևի, որ չարտված է քեղաքանտակ խաչքարի նստորին բաժինը, որ այժմ քեդինն է նետված։ Աչագոմյա որմնախորշին մեջ դեդեղված քանտակը եւս երեսնիվայր ինգած է։ Արևմտյան Հայաստանի Կարիբինի փլուրին դա քննակետները ուշագրավ բացահայտում մրին։ Վանքին մոդակայքը, որ ժամանակին կպատկաներ հին ուրարտական թագավորության, հայտնաբերվեցավ ամբողջովին պահպանված ստորգետնյա ուրարտական սրբավայրը։ Այս եզակի հնագիտական գտածոն արձանագրվեցավ վերջին դեղումներուն հետևանքով։ Մասնակետներու համաձայն անոնք կրնան ծիսական կամ արքայական նշանակություն ունենալ, ինչ որ կվգայե ուրարտուի մշակութային եւ հոգեվոր բարդ կառուցվածքին մասին։ Այս պահուն կիրականացվին ծանր պահպանական միջոցառումներ։ Նախագիծի նպատակն է ոչ միայն պահպանել ուրարտական բացառիկ ժառանգությունը, այլ նաեւ ապահովել հետագա գիտական ուսումնասիրություններ եւ անվտանգ ընթացքը։ Գտածոն մեծ կարևորություն ունի ամբողջ տարածաշրջանի պատմության ուսումնասիրության համար, վերահաստատելով, որ Արևմտյան Հայաստանը եղած է ուրարտական հոգևոր եւ պետական համագարկին առանցքային հատվածներեն մեկը։ Հնագետները կնշեն, որ անիկը ամենալավ պահպանված ստորգետնյա ուրարտական սրբավայրերեն մեկն է եւ նոր էջը կրնա բանալ ուրարտագիտության մեջ։ Օրերս Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը հանդիպում ունեցավ հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի համադնորեն Ռաֆիկ Կորտոշյանի հետ, ով մանրամասնություններ ներկայացուց Սամվել Կարապետյանի հեղինակային աղալցխակ երկին ստեղծման եւ վերադպման պատմության մասին, որոնց աշխատանքները սկսած էին դակավին 1988 թվականին։ Սամվել Կարապետյան այսպես կներկայացներ իր այս քիրքին ծնունդը կպատմեր բարոն Ռաֆին։ Պատմական Հայաստանի դարածքները ուսումնասիրելու ընթացքին Սամվել Կարապետյան շատ հաճախ հանդիպած է աղալցխա բնակավայրի անվան։ Թեև գրավոր աղբյուրներուն մեջ տեղեկությունը շատ էր, այնուամենայնիվ զգալի բաց կար նյութական մշակույթի եւ հուշարձաններու մասով, հատկապես դաշտային ուսումնասիրություններու տեսանկյունեն։ Այս նպատակով ալ գիրքը պետք էր ամբողջացվեր ոչ միայն գրադարանային եւ արխիվային նյութերով, այլ նաեւ դաշտային գենսական ուսումնասիրություններով։ Գիրքը ներկայիս կբարունակե հարյուրավոր վիմակիր արձանագրություններ, որոնք առաջին անգամ կհրապարակվին։ Ան կներկայացներ նաև ճարտարապետական հուշարձաններ, որոնք առաջին անգամ կդիտարկվին որպես ինքնուրույն ճարտարապետական միավորներ։ Անոնք չափագրված են, լուսանկարված, ներառյալ բազմաթիվ գերեզմանային հուշարձաններ, խաչքարեր եւ դպանակարեր, որոնց մեկ մասը կթվակրվի 14-րդ դարեն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։